տեղն ասում է նա ով անդեղից մեր Երևանի հարց լուծի կամ մեր ընտրողներին թելադրի ով ընտրի կամ ով չընտրի, արա նա ով է, արա։ Ու նրա նմանները вообще ով են, արա։ Ընկեր, լսի։ Դրսում ապրող հայերի կողմից ուզում եմ մի երկու խոսք ասել։ Այս վերջերս տենդենսիա է դարել մանավանդ պատերազմից հետո, որ անընդհատ Հայաստանից մի քանի հայեր, այսինքն մատով տիկը ցենանում, դու Հայաստանից չես սուս, դուք Հայաստանում չեք ապրում, Հայաստանի հետ ինչ կապ ունեք, բերաններս ամեն կերպ փորձում են փակել։ Ուզում եմ հասկանալ, ինչ է նշանակում դու Հայաստանում չես ապրում, իրավունք չունես խոսալու։ Այսինքն դուրս է գալիս, երբ որ Հայաստանը նեղ վիճակում է եղնում, դիմում եք բոլոր Հայաստանից դուրս ապրողներին, փրկեք, օգնեք, փողեր ուղարկեք։ Հենց Հայաստանի վիճակը մի քիչ խոսքի լավ է, լուր է, խաղաղ է։ Մեկ էլ հիշում եք, որ Հայաստանից դուրս ապրող հայերը իրավունք չունեն вообще լեզու բերան ունենան ու ով են ընդհանրապես, որ ինչ որ բանի մասնակցեն, վիբրի, էսի, էնի։ Հիմա ուզում եմ հասկանալ մի երկու բառ, այն մարդկանց եմ ասում, ովքեր որ այսպես բաներ խոսում են։ Նայեք, ես հայ եմ, կապ չունի թե որտեղ եմ ապրում։ Իմ տառերը գրողը Մեսրոպ Մաշտոցն է։ Իմ զորությունը Խաչն է։ Իմ պատիվս ու թասիբս հայի թասիբա։ Երակներից մեջ հայի արյուն է հոսում։ Կապ չունի։ Ամերիկայում եմ ապրում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում, ես հայ եմ։ Ու մեկը փորձի այդ յուրաքանչյուր երկրներից մեկում հայ անունը պախարակի, մարդկանց բերանները կփակեմ։ Մենք հերվից շատ բաներ ենք տեսնում։ Ցավոք սրտի ավելի շատ, քան թե դուք ներսից եք տեսնում։ Բայց մեր բերանը փակել պետք չի, որովհետև մեր սիրտն ու հոգին կարոտից ցավում է Հայաստանի համար ավելի շատ, քան թե ներսի ապրողների։ Չփորձեք բաժանել մեր հայերին մաս, մենք մի ազգ ենք ու կապ չունի թե ով որտեղ է ապրում ներկա պահես։ Թող ղեկավարությունը մտածի, ապահովի մարդկանց աշխատանքային տեղերով, ինձ թվում է ոչ մի հայ երկրից երբեք դուրս չեր գա, որովհետև հերվից կարոտից գժվում ենք